Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի շրջանակում պարբերաբար անցկացվում են աշխատանքային քննարկումներ։ Հերթական աշխատաժողովում քննարկվեց Ֆորսեթի ծրագրի 2026 թվականի գործողությունների համատեղ ծրագիրը։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Նա նշեց, որ նման քննարկումները հնարավորություն են ընձեռնում ազգային ժողովի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելու խորհրդարանի բարեփոխումների ռազմավարության ու հաղորդակցման պլանի նախագծերը, որոնք մշակվել են միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խորհրդարանական զարգացման ծրագրի շրջանակում։ Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվեց ազգային ժողովի վերաբերյալ անցկացված տարեկան հանրային կարծիքի վերլուծության արդյունքները եւ ինդեքսը, ինստիտուցիոնալ կարողությունների գնահատականը եւ ինդեքսը, ինչպես նաեւ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։ Շատ կարևորում ենք ստորաբաժանման ղեկավարների ոչ միայն հայեցակարգային մոտեցումները, այլ նաև դետալացված յուրաքանչյուր քայլի իմպլեմենտացիայի շրջանակներում ուղղվող միջոցառումների վերաբերյալ իրենց կարծիքը, որովհետև վերջին արդյունքում այդ ռազմավարությունը ոչ թե հայեցակարգ է, որը հանձնված է փաստաթղթին եւ չի իմպլեմենտացվելու, այլ փաստաթուղթ է, որը որ գետնի վրա պետք է իրացվի աշխատակազմի կողմից։ 26 թվականի պլանավորումն ենք այսօր անում։ Պլանավորումը հիմնված է այն ռազմավարության վրա, որը որ մշակել եւ հաստատել են 2025 թվականին։ 2025 թվականին հաստատված ռազմավարության հիման վրա նաեւ առաջնահերթություններն ենք նախանշել եւ այսօր մեր քննարկմանը արդեն այդ առաջնահերթությունների ուղղությամբ մեր անելիքներն ենք նախանշում, թե ինչ պետք է անենք։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության եւ Կանադայի կառավարության ու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից։